իր երկերի եւ մեղեդիների պես տխուր եւ անողոք է եղել բազմաչարչար քուրդ ժողովրդի ճակատագիրը։ Դաժանորեն հարստահարվել է նա օտարերկրյա գաղութահարիչների կողմից, զրկված պետականությունից, հավար եւ իրավազուրկ մատնված է եղել բախտի եւ աղքատության կմահաճույքին եւ պատմությունը ոչնչով չի թեթևացրել նրա դարն ու վիճակը։ Իմպերիալիստները պարզ կերպով վճռեցին քրդական հարցը։ Նրանք ընտրեցին քրդերին մասսայաբար ոչնչացնելու ճանապարհ։ Մի քանի տասնյակ հազար քրդեր ցարի օրոք եւ դաշնակցական Հայաստանում ապրում էին այնպես, ինչպես այժմ միլիոնավոր քրդեր ապրում են Թուրքիայում, Իրանում, Սիրիայում, Իրաքում եւ աշխարհի այլ երկրներում։ Երբ հիվանդանար ծնողների սիրասուն մանկիկը չէին փրկի նրան ոչ աղոթները, ոչ կախարդությունները։ Ո դժբախտ ծնող, ո դժբախտ ժողովուրդ։ Այսպես եւ հյուսվում էին նրանց երկերին ու մեղեդիներին արցունք ու վիշտ։ Փրկվելու համար իր հարստահարիչների հետապնդումներից կրկին նոր ճամփա էր բռնում կոչվորների քարավանը դեպի նորանոր զրկանքներ ու տանջանքներ եւ թվում էր, թե ճակատագիրը դատապարտել է քրդերին կատարյալ ֆիզիկական ոչնչացման։ Ահա թե ինչպես էինք մենք առաջ ապրում, վերջացրեց իր պատմությունը թորնիկներին կոլխոզնիկ Ալիսիա Վանդալը։ Բայց եկան Լենինն ու Ստալինը, սովետական իշխանությունը եկավ Հայաստան։ Վերջացան Հայաստանում ապրող քրդերի բոլոր տանջանքներն ու փորձությունները։ Առմիշտ հեռացավ կոչվորական կյանքը։ Սովետական Հայաստանը նրանց համար դարձավ հայրենիք։ Ահա քրդական շրջանային կենտրոն Ալագյոզը, որ ստեղծվել է սովետական իշխանության օրոք։ Նորակառույց բնակելի տներ, այս ակումբը, դպրոցը, հիվանդանոցը, նորավարտ ջրմուղը, այս կեսսափին մարդիկ քուրդ ժողովրդի վերածնության եւ երջանիկ կյանքի անժխտելի վկաներն են։ Եվ քուրդ ժողովրդի այս փոքրիկ մասը, որ ապրում է սովետական Հայաստանում, իր բազմադարյան պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն ստացավ զարգանալու եւ ծաղկելու իր եղբայրական հայ ժողովրդի եւ սովետական մեր մեծ միության մյուս ժողովուրդների հետ միասին։ Ստալինյան իմաստուն կոնստիտուցիան քրդերին պարգևեց աշխատանքի, կրթության եւ հանգստի իրավունք։ Աշխարհում առաջին անգամ քրդուհին ստացավ տղամարդուն համահավասար իրավունքներ։ Սովետական իշխանությունը Հայաստանում պարգևել է քրդական ազգաբնակությանը լուսավորության կանթեղը։ Նա քրդերի համար ստեղծել է գիրք ու գրականություն։ Ազիզե Բրոն մեկն է այն բազմաթիվ երիտասարդ քուրդ ուսուցիչներից, որոնց աճեցրել, կրթել եւ դաստիարակել է սովետական իշխանությունը։ Գյուղական նոր հիվանդանոցում աշխատում է առաջին քուրդ ադամնաբույրներից մեկը, Ռզգոյե Ավդոն, որ իր բժշկական կրթությունը ստացել է Լենինգրադում։ Ջամուշլի գյուղի Ռիադ Թազակ կոլխոզն ավարտել է աշնանային աշխատանքները։ Կոլխոզի նախագահ Ռաշիդե Քալաշը հպարտությամբ է շնորհավորում կոլխոզնիկ Ալիե Մահմուդին, որ իր արդար քրտինքով վաստակած աշխորհների դիմաց ստանում է 3000 կիլոգրամ հացահատիկ։ Ունևոր եւ երջանիկ կյանք են վայելում սովետական Հայաստանի քրդերը։ Այսօր կոլխոզում հանդիսավոր օր է։ Պարտիայի Ալագյոզի շրջկոմի քարտուղար ընկեր Չատոյև Խալիքը բարձր վերքի եւ պլանների գերակատարման համար շրջանի փոխանցիկ դրոշը հանձնում է առաջավոր կոլխոզին։ Մենք կաշխատենք այնպես, որ այս դրոշն ապագայում ոչ ոքի չզիջենք, իր պատասխան խոսքում հավաստիացնում է կոլխոզի նախագահ Ռաշիդե Քալաշը։ Ջարջարից քրդական գյուղի կոլխոզում աշխատում է անվանի կողգիտ Շուրա Թանադոն։ Երբ է լսվել, որ քրդուհին ակտիվ մասնակցություն ունենա մի երկրի պետական գործերին։ Շուրա Թանադոն Հայաստանի Գերագույն սովետի դեպուտատ է։
նա կոմերիտուհի է եւ ահա կոմերիտուության ալագյոզի շրջկոմի քարտուղար Մուրադով Խալիլի եւ մյուս քուրդ դելեգատների հետ միասին մասնակցում է Հայաստանի կոմերիտուության 13-րդ համագումարին։ Միայն սովետական կարգերն իրականություն դարձրին մարդկության երազները։ Քուրդ երիտասարդները հասնում են գիտության լուսապայծառ բարձունքների։ Հայաստանի գիտությունների ակադեմիայի քուրդ ասպիրանտուհի Նուրե Պուլատովը։ Նախկին որբուք Ամիրե Ավդալը ստացել է ֆիլոլոգիական գիտությունների տեխնատուի աստիճան եւ զբաղվում է ազգագրությամբ։ Նախկին հովիվ Մահմուդով Նադոն այժմ հայտնի հասարակական գործիչ է։ Նա Հայաստանի Գերագույն սովետի դեպուտատ է եւ խմբագրում է քրդերեն բոլոր ռադիոհաղորդումները։ Սպենդիարովի անվան երաժշտական ուսումնարանի քուրդ աշակերտուհի Դոնար Մահմուդովան կատարում է Մոցարտի սոնատինան։ Հայաստանի սովետական գրողների միության այսօրվա երեկոն նվիրված է քրդական գրականությանը։ Զեկուցող Ջասմե Ջալիլը կանգ առնում քուրդ գրողներ Բեզիր Նադիրի, Ջարտոյե Գենջոյի եւ այլ գրողների բանաստեղծությունների վրա, որոնք աճել են քրդական սովետական գրականության հետ մեկտեղ։ Հայաստանի սովետական գրողների միության քրդական սեկտորի քարտուղար Հաջի Էջենդին կարդում է Աշուղ Ահմեջոլոյի բանաստեղծությունը, որը դնված է ժողովրդների առաջնորդ Ստալինին։ Դիվանա մե պեշտիոն է, դիվանա պարավ ու գնջան է, Ստալին վրա համուջան է, ավժբոյնա մահամյան է, դնյամ է պեշտին է, մերքեզում է Մոսկվա է, Ստալին օլա բոլա է, մինարոժ է շախվեդա է։ Միկրոֆոնի մոտ է գտնվում աշխարհի առաջին քրդական թատրոնը։ Հատվածներ Ջզիրե քաղաքի հերոսը հայրենասիրական պիեսի։ Էլի, դալալ եմ բդաշկրի մարտալը։ Կալամ կալով։ Հա խոտրի դալալ եմ։ Օղուրկա կամ օղուրկա։ Ասկեր պատճառը։ Էլի շարի դա։ Հա խոտրի ਵਾ։
Ալիսիա Բանդովը նամակ է ստացել իր որդուց Սովետական միության հերոս, Սովետական միության գերագույն սովետի դեպուտատ Սաման Սիաբանդովից, որը այժմ սովորում է Մոսկվայում վարչական բարձրագույն դպրոցում։ Հայրենական պատերազմի տարիներին, երբ մեծ Ստալինի կոչով մեր երկրի ժողովուրդները ոտքի ելան պաշտպանելու իրենց սոցիալիստական հայրենիքը, անձնվիրաբար մարտնչողների մեջ էին և քուրդ ժողովրդի զավակները։ Նրանց առաջին շարքերումն էր Սաման Սիաբանդովը։ Եվ երբ հասավ տեղական սովետների համաժողովրդական ընտրությունների օրը, Հայկական Ռեսպուբլիկայի Ալագյոզի շրջանի Սանջար, Ջարջարիս, Ջամուսլի, Քարվանսարա և այլ գյուղերի քրդերը սովետական բոլոր ժողովուրդների հետ միասին մեծագույն խանդավառությամբ իրենց ձայնը տվին կոմունիստների և անպարտիականների բլոկին սովետական հայրենիքի հետագա ծաղկման համար և բոլոր ժողովուրդների հայր մեծ Ստալինին։